Միացյալ Նահանգները, ասում եմ, եկել լինի Միացյալ Նահանգների դիրություն անի։ Այս պահին մենք փաստ տեսնում ենք, որ Միացյալ Նահանգների քաղաքականությունը շատ փոփոխական է։ Այսինքն շատ փոփոխական։ Մեղմ ասեցիք։ Հա, դե բա ինչ ասեմ, այդ մի մարդու կամաճուկից կախված լինելը որն է, այդ չեղավ քաղաքականություն։ Լրիվ, այդ բացառվում է։ Իրար հակասող այս իսրայելական մամուլ դա ներկայացնում է։ Մենք պայմանավորվել էինք դրա համար իրար հակասող բաներ են հայտարարություն են։ Էսի սենց է ասել, Ռուբիոն էս է ասել, Պենտագոնից մեկը սենց ասեց, դեսպանը սենց է, Տրամպը սենց ասել։ Ահա հասկացանք ում վրա են հաշվարկանում։ Նոյեմբերի 12-ից նայում ենք այդ մարդը ինչ է խոսում։ Ինքը երկու օրը մեկ իրար հակասող բաներ ասում, այդ ձեր պայմանավորվածը չի, այդ իր էությունն է։ Ինք վաղուց սուկարա փոխի խոսքը։ Իրան Նոբելյան մրցանակ է պետք։ Ինչա Տրամպը սպասեց, տեսա որ ամիշ նորմալ է, նոր ասեց, հա լավ է արել Իսրայելը, ինչի միացավ իր կարծիքով հաղթողին։ Ախր ինի հաշվել չգիտի։ Ինքը չի միացել հաղթող, Իրանա թվում որ ինքը հաղթողին է միացել, չէ։ Ի կարճ ժամկետ 1 տարի, 2 տարի կարող է լինի, բայց դուք հասկանում եք, որ այդ մարդիկ տագնապի մեջ են ապրում։ Հասարակական տրանսպորտը չի աշխատում, դպրոցները, բուհերը փակ են, խանութները փակ են, աշխատում են մենակ կրիտիկական արտադրանքները, չգիտեմ, հաց թուղթները ու բաները, մնացածը ամբողջը փակ է։ Էլալը, այսինքն Իսրայելի բոլոր ինքնաթիռները երկրից դուրս են։ Բեն-Գուրիոն օդանավակայանը չի աշխատում, երկաթգիծը չի աշխատում, բարեկային ժամը, Գազան եւ Արևմտյան ափը շրջափակումը պաշտոնական, չմոբիկներին են հավաքում, էլ որտեղից հավաքեն, մերան հավաքել, 23 տվից հավաքում են, ամբողջ այդ արական մասն դեղ է, այս 3-րդ տարին է, ու այդ Ռուսաստանը չի, այդ որ 60,000 հավաքում են տանում են ընդեղ, դա դեմոգրաֆիական լուրջ խնդիր է առաջ տալիս։ Անվերջ չի դա։ Այո, քանակը։ Երեխաներ չեն սարքում, որտեղ կնանիքել են բանակում։ Չի ստացվում այդ, вообще բան չի էլի։ Դժվար է այդ պահին։ Կնոպկով չի, հա, այդ Դժվար։ իրանք պիտի ինչ-որ միասին են, հա, ու շատ օգտած չլինեն, էլի, որ մի բան ստացվի։ Ես չգիտեմ ուղղակի։ Հաշվարկը ինչի վրա է, էլի։ Իրենց ուժերի։ Չէ, իրանց հաշվարկը հենց այդ է։ Իրանց հաշվարկը հետևյալն է, ամենասկզբից իրանց հաշվարկը այն էր, որ նախ ասեմ, որ ոչ մի տրամաբանության մեջ չէր տեղավորում։ Ես մինչև վերջի օրը համարում էի, որ սա եթե նույնիսկ Իսրայելը անի, իր հաշվարկը լինելով, որ ինքը պետք է խփի, Իրանը խփի ամերիկյան բազաներին, ու Իսրայելը ձեռները լվա քաշվի մի կողմ տենա ոնց է Ամերիկան Իրանին ոչնչացնում, որովհետև ակնհայտ էր, որ Իսրայելը այդպիսի ռեսուրս չունի։ Դու պետք է հողում լինես, այսինքն դու ոնց կարաս հաղթես։ Դու պետք է հողի վրա կանգնած լինես։ Ժամանակ Իսրայելը հա կարա ռմբակոծի։ Ինք կարա ամբողջությամբ ոչնչացնի արևմտյան տարածքները Իրանի։ Բայց հետո մինչև չկանգնի իր զինվորը, ոչ մի չի լինի, կվերականգնվեն։ Առավել ևս, որ 70-80 միլիոն են, իսկ միջին տարիքը Իսրայելից զգալիորեն ավելի ջահել։ Երկար բանով, Իրանը հաստատ հաղթելու է։ Որտեղ էլ եմ ասում, 80 միլիոն է, հենց նոր 6 ժամվա ընթացքում Իսրայելը արեց այն, ինչը չէին կարող անեն ոչ մեկ, ինքը համախմբեց մարդկանց, որտեղ դա բացի նրանից, որ ցավալ է, նաև վիրավորական, որ նմանատիպ դու բան ես անում են։ Հա, իրանք մի քիչ հիմա կբզբզան, իրանք իրար մի քիչ կկրծեն, բայց բան լուծում կգտնեն։ Այն որ դու ծերակույտ ես բան արել, տարիքով շատ մեծ գեներալիզետ ես վերացրել, այդ մեծ ծառայություն ես մատուցել բանին, Իրանին, որտև այդ բարձրաստիճան տարիքով շատ մեծ գեներալիզետներ, որը հասցրել է բանակը այսօրին, թե մեզ մոտ, թե իրանց մոտ, այդ սովետական դպրոց, այդ Ֆրունզեի ակադեմիա, այդ չգիտեմ, այդ սովետական զենք, հույսով եմ գոնե սու 30-ները չեն գնի, որ խոսում են, հասկանում եք, որտև դե, լավ, հենց նոր տեսակաշկների տարաջ ինչ արեցին, էլե։
կոռուպցիա կար Իրանում, բոլորս գիտեինք։ Այդ անիմաստ սահմանները փակ պահելու բանն, որ ստեղծում է կեղծ տպավորություն անվտանգության, սովետները այդպես։ Բայց դե ֆակտո նախ չգիտենք ինչ հա, որտեվ ես այդպես երբ որ իրանք սկսեցին գրել, դե դրոններ են ներսից հա, բայց այդ նկարագրածը շատ նման էր բանին, պաուտինային, Ուկրաինա, այո, շատ նման էր եւ այդ հպարտանալն էր նման։ Ես գիտեմ այդ մարդկանց կեղտոտ խասյաթը, մանավանդ այդ առաջին ով որ այդ բրոսը արել է, ես իրանց հաճախ չամեն օր ռեժիմով ես կարդում եմ։ Նրանց ովքեր այդ առաջինը գրել են, իրանք շատ կեղտոտ մարդիկ են ու իրանք շատ վատ էին իրանց զգացը, սրտանց վիրավորվել էին, կեղտոտ նախանց մարդիկ է, որ pager օպերացիային ասում էին, այդ pager-ը արդեն ոչ մի բան է, այս պաուտինան բան, դրա համար իրանք հիմա շուր տվեցին, բա ինչի համար այս կոմպոնենտը մտավ, բա մենք տենց են կարևոր, մեկը մենք։ Այդ շատ նման է իրանց բան չի։ Այդ հիմնականում հա մենք էլ կարող էինք, հեսա արեցինք։ Հա, արեցինք, այդ ընդ որում հիմնականում դրանք բան չեն, այն հրեաները չեն, որոնք են։ Բայց միևնույն է, այդ կետային իրենք գիտեն որտեղ ով է բնակվում, ինչ է անում։ Դա դժվար չի։ Համենայն դեպս իրենք դրանով եւս շատ Դա դժվար չի։ Եթե դու այսօրվա դրությամբ ինտերնետ ունես, իմանալով որտեղ ապրում։ Մի հատ, մի ցուցանիշ, մի։ Ու վերջ։ Հեռախոսի համար իմացար հերիքա։ Ինչա ձեզ թվում որ մենակ մեզ մոտ է տելսել ապարատով որ բան ես անում, հասցեով, մասցեով տալիս ասել։ Այդ երկրում Yandex-ը աշխատում։ Այդ երկիրը ամբողջությամբ կառուցված է մոդելի վրա, որ դու կարաս համագործակցես Ռուսաստանի հետ։ Իրանք լրջորեն ռուսական զենք են օգտագործում։ Լրջորեն։ Ռուսական էլեկտրոնիկա ճակերտավորստ, հա, հասկանում ենք այդ գերաները, շահեդները իրանք են զարկի, չնայած օրինակ այդ շահեդները որպես այդպիսին այդ գերանները, իրանք գաղտնիք բացեմ, բոլորը կարծում են թե չինական, որ դա չինական չի, դա 70-ականների սկզբին Գերմանիայում սարքած դրոն է, դա Գերմանիայում սարքած դրոնն է, որի սարքելու ժամանակ օգտագործվել է այն 36-ից մինչև 45 գոյություն ունեցող Գերմանիայի բաները, հաշվարկները։ Դա արևմտյան Գերմանիայում սարքել են որպիսի բան, ընդ որում շատ թիրախային է եղել, ինքը կուպ տեսակի սովետական հոպի դեմ է եղել, ինքը սարքված է եղել սովետական զորախումբը Գերմանիայում այդ որ կար, այդտեղ այդ դրա հոպը վերացնելու համար։ Այսինքն են շուտ կոչվում է Դաշնային Հանրապետություն կամ FRG ինչպես ասում են։ FRG-ն ասում, հա։ Այդ Դաշնային Հանրապետությունում սարքած էր։ Հետո դրա լիցենզիան տրվել է շախին, շախական Իրանը համարվում էր, բան որտեղ աստիճ չի, ասենք այդ Բուշերը, այդ ավտոմակայանը, բանը գերմանական պրոյեկտներ են, Siemens-ներ, իրանք շատ լավ հարաբերություններ ունեն Եվրոպայի հետ։ Եվ հետո նոր այդ զարգացել, այսինքն դա եվրոպական ռազմավարություն, ինքը դրա համար է այդպես հաջող։